Բարի երեկո, սիրելի սուդող բարեկամներ, անգամ եւս կողջունեմ ձեզ AMG հեռուստաընկերության հիմնակար հաղորդաշարով։ Երկար սպոսանքից հետո, այսինքն մայիսի ամբողջ ամիսը մենք բացակայեցանք եթերից, բայց եւ այնպես կշարունակենք մեր այսօրվա ծրագիրը շատ հետաքրքրական ծրագիր է։ Տաղավարի մեջ ես ունեմ շատ մոդիկ, սրտից մոդիկ մեզի մենք ասկի առաջ շատ հաճախ խոսել ենք այս նյութով, ելույթներ ունեցել ենք, բայց եւ այնպես կուզեմ ցես նաեւ ներկայացնել դոկտոր Ռաֆի Ջանեցյան, յուրոլոգ Հայաստանեն եւ ամենակարևորը նաեւ Գարո Հովագիմյան հիմնադրամի բարեգործական հիմնադրամի հոգաբարձական խումբի անդամ։ Դոկտոր, բարի երեկո։ Գիտեմ շատ սպաղացես, գիտեմ շատ կարճ ժամանակով Ամերիկա գայցելես, բայց եւ այնպես շատ շնորհակալ եմ, որ հրավերս չմերժեցիր եւ եկար այսօր մեզի հյուր եղար։ Եվ շատ իսկապես կուզեի անպայման այս պահը օգտագործել մոդեն ցես ճանչնալ, ցեր աշխատանքները եւ այլն։ Բայց եւ այնպես ցեվում ինքնագենսակրությամբ ներկայացուր ցուկես այն անցած, որ ովքեր չեն ճանչնար։ Նախ արևմտահայերեն ներկայացնեմ, թե արևելահայերեն։ Արևելահայերը, այո։ Ես Սիրիայից եմ, մոտավորապես 35 տարի տեղափոխվել եմ Հայաստան, ապրում եմ Հայաստանում, մասնագիտությամբ բժիշկ եմ, ինչպես նշեցիք, նաև Գարո Հովագիմյան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ եմ։ Շատ ուրախ եմ եւ շնորհակալ այսօրվա հրավերի համար, որի ընթացքում կարծում եմ կարևոր հարցեր նաև կքննարկենք։ Կարևոր քանի մգետեր բաց թողումներ կատարեցիք։ Առաջին, որ Ուրֆայի մասին չանդրադարձար, գարմեցի որպես անդրադառնանք։ Իմ նախնիները ուրեմն Սիրիա են գաղթել Եդեսիա կամ Ուրֆա քաղաքի հարևանությամբ գտնվող մի գյուղից, որի բացարձակ մեծամասնությունը կարելի ասել ամբողջ գյուղը հայեր էին, այդ գյուղը կոչվում էր Կարմուճ, կան տարբեր վարկածներ, թե մոտավորապես 150 տարի առաջ, մոտավորապես 150-200 տարի առաջ Կարինից եւ Մուշից գաղթած հայերը հիմնել են այդ գյուղը, իմ նախնիները այնտեղից են, բնականաբար Սիրիայում հաստատվել են տարբեր գյուղաքաղաքներում, այնուհետև Հալեբ, ես ինքս Հալեբից եմ Արաբունար չեն կացած։ Չէ, Հալեբից բնականաբար Երևան, Երևանից էլ առայժմ որպես տուրիստ գտնվում եմ Լոս Անջելեսում։ Ուրեմն շատ կարճ կոդե ատրանանք, որովհետև որ Գարմուջի մասին կխոսենք, նաև իմ նախնիկների մասին կխոսենք։ Գարմուջում այնտեղ նաև մակտիրով կամ ասենք ածականներով գսեն, ցեզի գսեն ջանենց։ Այո, մեզի գսեն ջանենց, քանի որ մերոնք ավելի շատ այդ գյուղում խոսացել են ջանով, այսպես ասած։ Հա։ Գևորգ ջան, Սաքո ջան եւ այլն, մերոնք կոչվում են ջանենք։ Դրա համար ես ջանեցյան եմ։ Որտեվ որքան որ ես գիտեմ, իհարկե շատ դժբախտաբար շատ մեծ հայրս չեմ տեսած, բայց եւ այնպես գիտեմ, որ մեզի խաթրչոնց կսեն, խաթրչոնց դոլ կսեն եւ ես ուրախ եմ, հակառակորդ չեմ ալ գիտեր, որ կողմն է Գարմուջը եւ այլն։ Իրապես դոկտոր Ռաֆի շատ շնորհակալ եմ այս գեղեցիկ արիթին, որ մեզի ընծայեցիք, բայց եւ այնպես եկեք գետրոնանք։ Սա ուրեմն Հայաստան ուսանելու կացիր, բայց մտածրած էիր Հայաստան հաստատվելու։ Լավ հարց է։ Ես առաջին անգամ Հայաստան ոտք կողեցի հոկտեմբեր 6 1990 թվականին։ Միգուցե հավատակ կամ ոչ չգիտեմ, բայց հենց առաջի
հենց առաջի պահից ես որոշել եմ Հայաստանում հաստատվել։ Այսինքն հիմա օրինակ եմ շատ կներես, չեմ ուզեր անգույն դրածել, բայց Սուրիայից օրինակ եմ շատեր գուզեին Եվրոպա երթալ, շատեր գուզեին Կանադա, Ամերիկա, Ավստրալիա երթալ։ Ինչու դու կդրեցիք Հայաստանը։ Առաջինը ասեմ, այսպես ամբագորգոր բառեր չեմ սիրում ասել, որ դա իմ հայրենիքն է, ես գտնում եմ, որ ամեն մարդ պետք է իր հայրենիքում ապրի։ Իհարկե հիմա կարող է նաև հեռուստադիտողի մոտ հարց առաջանալ 3 միլիոն հայ Հայաստանում, 7 միլիոն հայ դրսում, այդպես պարտադիր չէ, որ այդպես լինի։ Իմ դեպքում պարտադիր էր, որ այդպես լիներ։ Ես որոշեցի եւ հաստատվեցի, սովորեցի, ավարտեցի։ Նույնիսկ Ամերիկա եմ եկել 22 տարի առաջ մասնագիտությունս կատարելագործման նպատակով, հետո չեմ մնացել, վերադարձել եմ, ընտանիք եմ կազմել, երեխաներ ունեմ, որդիս ծառայել է հայոց բանակում, մեկ խոսքով հնարավոր է, իհարկե, եթե մարդը ուզում է հայրենիքում ապրել, պետք է հայրենիքում ապրի, այդպես ասեմ։ Այսինքն կյանք կա Հայաստանի մեջ։ Իհարկե կյանք կա։ Հայաստանը մնացած երկրների նման երկիր է։ Ի տարբերություն շատ շատերին, որոնք որ համարում են, որ հայրենիքը կարող է լինել երկուսը, ես այդպես չեմ համարում։ Հայրենիքը մեկն է լինում։ Դա քո հայրենիքն է, Հայաստանն է մեր դեպքում, մնացածը արդեն ես իմ դեպքում համարում եմ իմ ծննդավայրը Սիրիան է, բայց իմ հայրենիքը Հայաստանն է։ Այո։ Չէ, գիտեք ինչի համար եմ ասում, որովհետև անկեղծ ասեմ, եթե մարդիկ շատեր, որոնք փոքր հասակին եկած են, Հայաստանից թեկուզ եկել են, քաղտել են Ամերիկա, եւ քաղտոջախը հիմա այլ քաղտոջախ չի, այլ համայնք է եւ այն, եւ տարիներ հետո երբ կվերադառնան իրենց ծննդավայրը կամ իրենց ծնողների ծննդավայրը եւ այլն, ունեն այդ բանը, որ մեր հայրենիքը կացինք շատ անուշիկ էր, գիշերային լավ կյանք կար Երևանի մեջ, լավ ռեստորաններ կային, մի գիշերը մինչև ժամը 4 կքալեինք առանց պրոբլեմի Հյուսիսային բողոքային վրա եւ ուրախ էինք եւ այլն, բայց վերադարձանք, որովհետեւ մենք տուրիստ էինք։ Նույն զգացումը կրնամ ես ունենալ Կանկունի մեջ, Մեքսիկոյի մեջ, նույն զգացումը կրնամ ունենալ Ռիվիերա Եվրոպայի, ասենք, Կոտ Ազուլ եւ այլն, Մոնակո եւ այլն։ Ինչն է դարբերությունը իմ համար, որ Հայաստան չեմ ծնվել, ինչպես Կուբարակա, եւ հայեր գերտամ որպես տուրիստ գտեսնեմ, գսիրեմ, բայց կվերադառնամ, որովհետև ես համարում եմ հետևյալը, ամեն մարդ հոգով դա պետք է զգա, այսինքն պետք է եւ հոգին եւ միտքը միաժամանակ աշխատեն։ Միտքը գիտակցությունն է տալիս, որ դու պետք է գիտակցես, որ դա է քո հողը, դա է քո հայրենիքը։ Իսկ հոգին այն է, որ հոգիդ պետք է նույնպես կապված լինի քո հայրենիքի, քո ժողովրդի, քո անցյալի, ապագայի, այդ ամեն ինչի։ Հենց որ գիտակցում ես, դու արդեն տարբերություն չես դնում։ Ես տվյալ դեպքում միշտ այսպես եմ համարել, որ ինձ ասում են սպյուրքահայ, ես շատ վիրավորվում եմ, կամ նույնիսկ նախկին սպյուրքահայ։ Ես ասում եմ, ես հայ եմ, Սիրիահայ եմ եղել, ընդեր ծնվել եմ, ծնողքս ինձ չի հարցրել, որ Սիրիայից եմ եղել, բայց ես հայ եմ, ես այդպես եմ համարում ու հենց դու տարբերություն չես դնում, դու համարում ես այդ ժողովրդի մի մասը, հողը չես ասում, այս հայրենիքը, ասում ես ոչ, իմ հայրենիքը, ոչ թե այս հայրենիքը, իմ հայրենիքը, արդեն գիտակցությունդ հասկանում է, որ դա քո տեղն է, քո տարածքն է, քոնն է, քո սեփականությունն է։ Այդ գիտակցությունն է, որ թելադրում, որ դու վարվես հայրենիքիդ հետ, որպես քո սեփական, քո եսի հետ, ինչպես, ու դա շատ օգնում է հասկանալու, որոշելու, հաստատվելու համար եւ լավ ապրելու, հանգիստ ապրելու, չմտածելու, որ Հայաստանից հետո ինձ մի հատ էլ ուրիշ տեղ պետք է ես գաղթեմ։ Իհարկե, երեխաներն էլ արդեն Հայաստան են ծնվել, չէ՞։ Այո, երեխաներս Հայաստանում են ծնվել,
եւ տղաս եւ աղջիկս սովորում են տղաս բնականաբար ծառայեց Հայաստանի բանակում, պատերազմի մասնակից է, աղջիկս նույնպես սովորում է, այնպես որ ես համարում եմ Հայաստանում ապրելով, սովորելով, կատարելագործվելով, աշխատելով, պաշտպանելով, ինչու՞ չէ հայրենիքը եւ շատ կարեւոր են այս պայմանները, շատ կարեւոր են։ Ռավիջան, Էգուր Ջանենց, չէ՞ վերջապես։ Ես եմ քեզ ջան ասում։ Գաբդ Գարո Հովագիմյան բարեգործական այս միության ինչպես սկսավ, որտեղ է սկսավ։ Քանի որ այսպես ասենք, առաջինը մի քանի խոսք հիմնադրամի մասին, Գարո Հովագիմյան հիմնադրամը, բարեգործական հիմնադրամը ստեղծվեց պատերազմից անմիջապես հետո, մոտավորապես 0 սեպտեմբեր 9-ին 21 թվականին հերոս Գարո Հովագիմյանի հիշատակին, քանի որ Գարո Հովագիմյանը նույնպես սիրիահայ է եւ ինքնին այս փաստը ձեր առաջի հարցի շարունակությունն է ոնց որ, այսինքն սիրիահայը եկել է Հայաստան ոչ միայն ապրելու, այլ նաև շենացնելու Հայաստանը, այլ նաև պաշտպանելու Հայաստանը եւ նաև զոհվելու։ Տվյալ դեպքում Գարոյի անունով կոչվող հիմնադրամը նպատակ ունեցող հիմնադրամ է, որը ստեղծվել է Գարոյի ծնողների միջոցով։ Մենք էլ որպես հոգաբարձությունների խորհրդի անդամներ ունենք մեր մասնակցությունը, ինչպես նաև շատ կամավորներ, շատ նվիրատուներ, որովհետեւ մենք կարողանանք հիմնադրամի առաքելությունը իրականացնել։ Հիմնադրամը բնականաբար նպատակները հատկապես որոշակի հատուկ կարիքներ ունեցող երեխաների, հաշմանդամություն ունեցող երեխաների, վիրավոր զինվորների կամ ընդհանրապես երեխաների առողջության վերականգնումն է, դա իհարկե բժշկական կողմն է, նաև ունենք այլ սոցիալական, կրթական, բարեգործական այլ ծրագրեր նաև, որոնք կոնկրետ իրականացվում են հատկապես Կարոն հանդիսանալով ստոմատոլոգ, ատամնաբույժ, իր գործը կիսատ թողեց եւ որպես բժիշկ մեր հիմնադրամը կոնկրետ այդ նպատակն է հետապնդում, որ առողջության վերականգնման միջոցով մենք ապահովենք նաև մեր երեխաների ուժը, երեխաների երջանկությունը, երեխաների հավասարությունը, հասարակությունը։ Սա է մեր նպատակը։ Հարցումից մեկ մասը պատասխանեցի։ Գաբը բարձրապես որովհետև բանը Սիրիահայ է, թե այսպես ես իմ կապը բնականաբար նախ առաջինը իմ կապը Կարոյի ծնողների հետ ընկերական կապ է եւ Կարոն նույնպես իմ որդու ընկերն է եւ նաեւ գաղափարն է մեզ միացնում այդ մնացածը իր հերթին, բայց գաղափարը միացնող է այն է, որ պետք է օգնել հատկապես ասացինք այն երեխաներին, որոնք դրա կարիքը ունեն։ Սա է մեզ համախմբող կետը, մեզ համախմբող Ուրեմն փաստորեն Գարոյի հայրը Սարգիսը եւ դուք եղել եք ընկերներ։ Այո։ Եվ երբ որ հետո 44 օրյա պատերազմին հետ, երբ որ արդեն իմացանք, որ Կարոն սոխվել է եւ փոխանակ մարդիկ բուլբուլակներ սարքելու կամ քարե արձաններ սարքելու, դուք որոշեցիք, այսինքն հոգապարծությունը որոշեց գենթանի արձան լա, որբեսի օգտակար լա։ Ես ձեզ հավաստիացնում եմ, որ շատ ծանր ժամանակ էր այդ ժամանակ իսկապես նամանավանդ Կարոյի ծնողների համար
բայց այդ մարդիկ ուժ հավաքեցին եւ բնականաբար երբ որ դու տեսնում ես զոհվածի հերոսի ծնողները կարողանում են ուժ հավաքել եւ օգտակար դառնալու հասարակության եւ զինվորներին, հաշմանդամներին մի խոսքով օգտակար դառնալու այսպիսի նախաձեռնություն ունենալու դեպքում դու չես կարող անտարբեր մնալ եւ կողքի կանգնել, ասել այդպես չի լինում։ Դրա համար մեր խումբը, մեր մնացած ընկերներն էլ, աջակիցներն էլ բնականաբար օգնեցինք, որպեսզի այս ամեն ինչը տեղի ունենա։ Այո, հիմա շատ կարճ ժամանակվն հետո պիտի նաև վերադառնաք ձեր տուն, ձեր ընտանիք եւ ձեր առօրյա կյանքը։ Չեմ ուզեր մեծ բառեր գործածել, ինչ է ձեր հորթորը կամ խրադը մեզի այստեղ, բայց ինչ կուզես մեզի ասել։ Ես կարծում եմ, որ մենք փոքր քայլերով պետք է ընդամենը առաջ շարժվենք։ Այսինքն մեծ խոսքեր ասելով չէ։ Հիմա օրինակ մեր հիմնադրամը իրականացրել է 6 վիրահատություն ողնաշարի ուղղման շատ բարդ վիրահատություններ, այսինքն հիմնադրամի միջոցներով իրականացվել է եւ այս պահին մենք ունենք 8 երեխա, որոնք սպասում են Թեր կա։ 8 երեխա, որոնք սպասում են այն միջոցներին հիմնադրամի շտկիր կամ մեջքդ ուղիղ ծրագրով կարող եք մտնել մեր կայք եւ տեսնել թե ինչպիսի հաջող վիրահատություններ ենք իրականացրել։ Իհարկե 8 երեխա սպասում են։ Հիմա շատ պարզ որ ասացիք ինչ կարող ենք անել։ Կարող ենք ընդամենը մեր լուման ուղղել այդ նպատակին եւ քիչ այսպես մենք կհասնենք մեր նպատակին եւ կփրկենք 8 երեխայի կյանք։ Շատ պարզ, պրիմիտիվ մոտեցում։ Այսինքն պետք է օգնենք իրականացնել այն ծրագիրը, որը կարևոր է տվյալ դեպքում բոլորիս համար, հայ երեխայի կյանքը փրկել։ Ռաֆիկ ջան, ես իրավունք չունեմ իհարկե Ամերիկա հայ քաղաքից խոսել, կամ իրենց կողմից խոսել, կամ հարավային Կալիֆոռնիայի կողմից խոսել, բայց եւ այնպես այդ տպավորությունը ասեմ, ինչպես նաեւ չէ, Գարո Հովագիմյան հիմնադրամի քույր այսպես ասած միությունը այստեղ կգործե Flare of Hope, խայճը, հույսի խայճը, գրակը ժողովրդին տալու այն դպավորությունը ունիմ, որ այստեղ հայերուս մոտ հուսախաբություն մգաբրինք, ասեմ ինչպես, հուսախաբություն մգաբրինք, բայց ասեմ ինչ կատարվեց 44 օրվա պատերազմի ժամանակ։ Այստեղ երիտասարդներ կային ու ինչ անենք, երթանք, մի բան անենք, մենք հասնենք։ Մարդիկ եղան, որ այս փողոցով որ մենք եկանք այստեղ չէ ստուդիոն, այդ փողոցի վրա քանի մգանկարներով մարդիկ թիշերտներ ծախեցին, եկամուտը հայտկացնելով Հայաստանին։ Խորոված թեգուս, այդպես ասենք, հացի բաներ սարքեցին, սանդվիչներ սարքեցին, ծախեցին որպես եկամուտը եւ այլն։ Եվ հիմա որքան ճիշտ, որքան սխալ, բայց ճիշտ տեղը ճիշտ չէ կացած այդ։ Եվ ադոր համար երբ Flare of Hope-ը մեջտեղ ելավ, ասենք գիտեք ինչ, մեզ իմ փող մի դվեք, անկեղծ, կուզեք կալ փետրվարի մեջ ունենք սիրահարներու դոն, չէ, Վալենտայնի դոն, մենք Սուրբ Սարգիս գիտենք Վալենտայն, հիմա Հայաստանը դեսա Վալենտայն, մոմ բաներ, բալոններ կուտան, սիրտեր կուտան, ուրախ եմ, բան չունեմ, գլոբալիզմը աշխատում է, բան չունեմ ասելու։ Եվ ուրեմն ասեցի, եթե ուզում եք, փոխանակ ուրիշ տեղ երթալու, եկեք մեր ճաշկերույթին, կերեք, խմեք, անուշ չես, քեֆ էլ արեք, եւ այդ ծեր ներկայությամբ ինչ որ գա, եւ եթե նվերադվություն ունի կամ չունի, այդ փողը ահավասիկ ցեսի թուղթով ցույց ենք տալի։
այսքան ծախսարեցինք, այսքան շահարեցինք, այս շահից այսքանը ուղարկում ենք Կարո Հովհագիմյանին։ Եվ կգարձեմ, որ ժողովուրդը լավ թիմավորեց այս խաղապարը։ Ես իհարկե ողջունում եմ ձեր աշխատանքը նաև, թափանցիկ ենք մենք աշխատում։ Այո։ Հաշվետվությունը ներկայացված է նաև կայքում եւ բնականաբար, այսպես ասեմ, պետք է հավատալ այն մարդկանց, որոնք նման նախաձեռնություն են ունեցել, ստեղծել բարեգործական հիմնադրամ, որ իրենց որդու հիշատակը շարունակ։ Այո, այդ առաքելությունը ունի եւ բնականաբար այդ հավատքը եթե մենք սպանենք, եթե այդպես մտածենք, որ ոչ մի բան չի լինի, այս գումարը նվիրաբերեցինք, սա գնալու է չգիտեմ ուր, մենք ոչինչ չենք կարող անել։ Ես կարծում եմ, որ պետք է այդ հավատքը վերականգնել, այդ ասեկոսեները, որ գումարը տվեցինք, չկա, ցնդեց, գնաց, կարծում եմ դա միգուցե որոշ հիմքեր կան, բայց դա գործ չանելու միջոց է կամ պատրվակ է, գործ չանել։ Արեցինք, գնաց կորավ, հիմա չենք ուզում անենք, նեղացել ենք, չի կարելի հայրենիքից նեղանալ, չի կարելի Հայաստանից նեղանալ, չի կարելի Հայաստանի ժողովրդից նեղանալ, չի կարելի իրարից նեղանալ, պետք չի նեղանանք։ Մենք դեռ շատ գործ ունենք անելու։ Բնականաբար զարգացում աշխարհում տարբեր զարգացած երկրներ կա, մենք տեսնում ենք այսօր մեր հայրենիքի ծանր վիճակը եւ շատ հաճախ ուզում ենք, որ ամեն ինչ մեկ օրում Հայաստանը եւ պաշտպանված լինի, եւ զարգացած լինի, եւ խաղաղ լինի, եւ 20 միլիոնանոց պետություն լինի, չի լինի այդպես։ Եթե չաշխատենք բոլորս ո՞նց կարող է լինել այդպես։ Եթե ծառայության չմեկնեն զինվորները, փախնեն ծառայությունից, հայրենիքը լքեն բանակ չծառայելու համար պատճառով կամ այլ հետապնդումներ եթե լինեն, դրանք չպետք է մեզ պատճառ հանդիսանան, այսինքն մենք պետք է ամեն ինչում տեսնենք ճիշտը լավը, որովհետեւ կարողանանք զարգացնել, պետք է հավատանք այդ ամեն ինչին։ Իրար պետք է հավատանք, իրար պետք է լսենք, այլապես մենք կարծում եմ մեր ապագան այդքան լավ չի կարող լինել։ Այսինքն միակ բանալին մեր հավատքն է, պետք է հավատանք։ Տվյալ դեպքում մեր հիմնադրամը բաց է իր ամեն ինչով ու հաշվետվությունը ներկայացված է եւ նպատակն էլ տեսնում ենք ինչ ենք արել, ձեզ կարող եմ ասել քանի նվիրատուներ ունենք, աշխարհում քանի դեսպան ունենք, տարբեր երկրներում ինչպիսի ծրագրեր ենք իրականացնում եւ այդ նպատակները բոլորը եւ հաշվետվության ձևով ներկայացված է մեր կայքում։ Որովհետեւ եթե ես որովհետեւ մեր հանդիսատեսը գիտե իմ հավատքի հետ կապված իմ թիրքորոշումը կսեն հավատացյալի համար միայն մեկ հրաշք բավական է, իսկ անհավատին համար 1000 հատ հրաշք բավական չէ։ Կամ ես կկարծեմ ով կհավատա եւ ով կսիրե իր հայրենիքը, ով գուզե Փառքավաճ տեսնել իր հայրենիքը, սորավոր տեսնել հայրենիքը, գանքուն տեսնել հայրենիքը, որովհետև անկեղծ պիտի լանք, վերջին թագավորը, որ մենք ունեինք 1375 թվական ապրիլ 23, դրանից հետո մենք ընդհանրապես պետականություն չենք ունեցած, իշխանիկներ եղել են եւ այն, բայց պետականություն չենք ունեցած, վերջին անգամ, որ մենք փախտ ունեցանք, այդ բոլոր դժվարությունները թոթափելու եւ մայիսյան լույսը ծագեց մեր վրա եւ 1918-ին մենք անկախացանք այդ հողի անունը միջազգային կետնի վրա Հայաստան կոչվեց տարբեր եւ լեվեչումներ ունենալ են հետո այսօր գանք համաշխարհային կետնի վրա հայրենիք այսինքն երկիր ունենք որ կարծեմ 1195 երկիրներում մեջ մենք այդ երկիրներն ենք կան շատ դժվարություններ
չէ։ Իհարկե։ Եվ եթե մենք կհավատանք, որ մեր ամեն մեկուս մի գտոր, որտեղ անցյալները, որ եկեղեցում ծրագիր կար, ասեցի, գիտեք ինչ, ամեն մեկս եկեք մի հատ աղուշտ տնենք։ Երևակայեցեք ասի ամեն մեկս 10 միլիոն աղուշտ տնենք, մենք այդ աղուշտներից աբարանք կսարքենք, այդ հզոր բադը կսարքենք։ Մենք էլ այդպես միշտ հորդորում ենք մեր նվիրատուներին կամ մեր համայնքին, այսպես ասենք, շարունակական լինի իրենց օգնությունը, այսինքն բարդադիր չէ մեծ մի հատ գումար նվիրես եւ վերջանա քո առաքելությունը, այդպես չէ։ Քիչ, բայց շարունակական, որը իհարկե տեսնում եք, ինչպես որ ես նշեցի։ Կոնկրետ մինչև այս պահը մենք ունենք 8 երեխա, որոնք սպասում են այդ վիրահատություններին, որոնք որ շատ կարևոր են կյանքի համար։ Հետևաբար մենք այդ շարունակական օգնության կամ բարեգործության միջոցով մենք կարող ենք իրականացնել նման ոչ թե 8, 18, 28, նույնիսկ 100 վիրահատություն։ Այսինքն դա շարունակական լինելու մեջ է կարծում եմ իմաստը եւ առաքելության իրականացումը։ Այսինքն ոչ թե անենք եւ ասացինք մենք ավարտեցինք, այլ շարունակենք։ Բնականաբար մինչև այն պահը, երբ որ մենք ունենանք այնպիսի հզոր երկիր, այնպիսի զարգացած երկիր, որ մենք օժանդակություն պետք է լինենք բարեգործական հիմնադրամների միջոցով։ Նայեք հիմա Ամերիկան սեվում է աշխարհի ամենահզոր երկիրը։ Կտեսնես ամեն անգյուն նույնիսկ մանավանդ դոնական օրերուն տարբեր միություններ, չէ՞, մեր պապի շորերով զանգակ դրած փող է հավաքում, որպես աղքատներին ուտելիք եւ այլն։ Չեմ կարծեր, որ բարեգործությունը ժամկետ ունի, միշտ էլ կարող է օգնել, ինչքան էլ հզոր լինի երկիրը, բայց եւ այնպես պետք է հավատալ։ Այո, պետք է հավատալ։ Շատ բարի։ Ուրեմն, տեսեք ինչքան արագ անցավ մեր ծրագիրը եւ ես նախ նորից եմ ուզում եւ նորից ապրեք, գիտեմ դու շատ չեք սիրել կովասանել, բայց ես նախ մեմը հպարտ եմ, որ կան թեր պարկ աստուծոկան, թեր նման հայեր, որոնք հայ են, մաքուր սրտով, մաքուր հոգով, մաքուր մտքով եւ այսօր դուք օրոլոգ եք եւ դուք կարող եք աշխարհի ովևէ մեկ երկրի մեջ ապրել, թեկուզ Ամերիկայի մեջ եւ չգիտեմ ամեն մեկ ունի տարբեր ստանդարտներ, չէ՞, կյանքի մեջ, ինչն է իրեն ուրախ պահում, բայց դուք ուրախ եք, որ Հայաստանում գործեք եւ նաեւ որպես հոգապարծու Գարո Հովակիմյան հիմնարկին մաս կկազմեք, նախ շնորհակալություն կուզեմ հայտնել բոլորի անունից եւ ձեր մեսեջը, ձեր պատկամը, ձեր սրտի խոսքը։ Շնորհակալություն կրկին անգամ ձեզ, պարոն Ստեփան եւ ձեր ալիքին։ Իմ պատգամը կամ իմ խորհուրդը նախ ես ողջունում եմ Լոս Անջելեսի հայերին, որոնցից շատ-շատերը կամ ոմանց հաստատ ճանաչում են ինձ որպես ընկերներ, պացիենտներ կամ պարզապես բժիշկ։ Ուզում եմ նախ լինեք առողջ եւ երկրորդ այն նպատակը, որ մենք դրել ենք մեր առաջ որպես հիմնադրամ, Գարո Հովակիմյան հիմնադրամ, ցանկության դեպքում կարող եք աջակցել մեզ Գարո Հովակիմյան հիմնադրամի կայքի միջոցով, կատարել ձեր նվիրատվությունը եւ օգտակար դառնալ այն հատկապես բժշկական ծրագրերին, որոնք, ինչպես նշեցինք, որոնց իրականացման համար սպասում են տվյալ դեպքում մինչև այս պահը 8 երեխա։ Սա է, եղեք առողջ, երջանիկ։ Շնորհակալություն, սիրելի Ռաֆի, մենք ալ կմաղթենք ձեզ եւ ձեր սիրուն ընտանիքին առողջություն, հաջողություն գործերի, երկար, երջանիկ, արևշատ եւ օրհնապեր տարիներ, որպեսզի
եւ թող ծեր նմանները շատ լինեն ոչ թե միայն հայերի համար, նաեւ աշխարհի համար, որ աշխարհը թեր լավ մարդկանց պետք ունի։ Եվ այսպեսով սիրելի հեռուստադիտող բարեկամներ, կավարտենք մեր այսօրվա ելույթը, կցանկանանք ձեզ բոլորիդ բարի աշխատանք, բարի կյանք եւ մեր մայր հայրենիքին պայծառ երկինք եւ կանաչ ճանապարհ։ Միշտ հիշեցեք սիրելիներ, թող ցախցեկը չիմանա թե այդ ձերքի ինչ է անում։ Եվ երբ որ դուք բարիք կգադարեք, այդ բարիքը ծով գցեք, որպեսզի Աստված վերեն որ տեսնի, գործնեցես։ Ցտեսություն մինչև մյուս շաբաթ։